Քանի հոգանոց ցանկ եք ներկայացրել։ 213 անձ են գրկված դաշինքի Հայաստան Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում, 72 կին, 141 տղամարդ, կուսակցություններից յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված ցանկերը բաշխվածություն է հետևյալն են 70-143, 70-ը առաջ աչակենտրոն կուսակցությունն է, 143-ը հայ-հեղափոխական դաշնակցությունը։ Ներկայացել ենք նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 4 հոգու ցանկ, անուն, տվյալներ, ունենք եզդի ազգությամբ, թեկնածու որպես ազգային փոքրամասնությունների ռուս եւ ասորի։ Մի հարց պարոն Մինասյան, այժմ երկու նախ շատ հավակնոտ ցանկ է ու շատ մեծ եւ ամենաշատը ձերն է։ Մեծ հույսեր ունեք, որ այդպես 200 հոգով մինիմում անցնելու եք խորհրդարան, ու մեկ էլ Բաքոչյանը մասնաբաժին չունի այնտեղ, որովհետեւ դաշինքի առաջնորդը ինքն է, բայց փաստացի առաջ կուսակցությունն ու դաշնակցությունն են։ Այ ջան, հայաստանյան օրենսդրության համաձայն դաշինքներ ձևավորում են ոչ թե անձինք, այլ կուսակցությունները։ Եվ հետաբար բոլոր թեկնածուները պետք է ընդգրկված լինեն որևէ կուսակցության ցանկում։ Ռոբերտ Քոչյանը որ կուսակցություն։ Առաջ աչակենտրոն կուսակցության ցանկով է առաջադրված։ Ոչ, անկուսակցական է։ Չեմ հիշում հիմա։ Էլի դուք մեծամասնություն եք, կարող է որ անցնեք էլի դաշնակցության ֆրակցիա։ Տեսեք, ինչ վերաբերում է մեծ ցանկին, հա։ Նախ սա քաղաքական հայտ ներկայացնելու մեր հայրենակիցների, կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել եւ թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը, իսկ մենք ընտրություններին ինչպես ենք մասնակցում, ինչ ակնկալիքով, իհարկե հաղթելու ակնկալիքով։ Եվ եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակն լինի, բնականաբար ամբողջական իշխանությունը, անգամ նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել ցանկում։ Նախորդ անգամվա վստահությամբ եք գնում հաղթանակի, թե այս անգամ մի քիչ այլ վստահություն ավելի ուժեղ։ Նախորդ անգամվա վստահությունը կամ այս անգամվա վստահությունը չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում այն համոզումով, որ ընկալելի կդառնանք մեր հայրենակիցներին եւ մեր հայրենակիցների մեծամասնությունը իրենց վստահությունը կտան մեզ։ Անգամ էլ չհաղթեք, օրինակ կմնաք էլի ընդդիմադիր ֆրակցիայում կաշխատեք պատգամավոր ձեր թիմակիցներին թե չլինեք։ Դա այս անգամ գոնե մանդատները կդնեք։ Տեսեք, նախ առաջին հերթին դա ընտրություններից հետո է որոշվելու ինչ իրավիճակ է ստեղծվում եւ որոշվելու է ոչ թե միանձնյա կամ ինչ-որ փոքր խմբով, այլ որոշվելու է քաղաքական ներկայացվածությամբ կուսակցությունների կողմից իրենց որոշումներին անպատասխան է, հետևաբար այս պահին նման հարցի անդրադառնալը համարում են ոչ միայն ժամանակավրեպ, ոչ տեղին, այլ նաև արդյունքներով պայմանավորված։ Անդրադառնալ ձեր ընտրողներին ասել, որովհետև այս 4-5 տարվա ընթացքում շատ քննարկվեց, թե ինչու ընդդիմությունը մանդատները չի դնում, ինչ արդյունավետություն է ցուցաբերում այնտեղ որպես ընդդիմություն։ Այ ջան, ես քեզ կարող եմ իմ անունից պատասխանել։ Ես իմ որոշումով ցուցակում հետին տեղի վրա եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Երկրորդը, այո, ես նկատի ունեմ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որոնք որ չեն կարողանում նաև իրար հետ լեզու գտնել այս կամ այն ձևաչափով մասնակցելու տեղերով պայմանավորված, հա։ Իդեպ շատ հետաքրքիր ձեր 29-րդ համարը կներեք, եթե դուք նախորդը այս ֆրակցիոն կարծեմ այս խորհրդանում 28 հոգի եք, չէ՞, ոնց որ թե Եղավնազյանի պատերատովիկ դարձել 27։ Հիմա հետաքրքիր եթե դուք 29 եք, մտածում եք որ նախորդից էլ քիչ եք ձայն հավաքել, որ նույնիսկ չի հասնելու։ Ոչ, հակառակը ուղիղ։ Մենք մտածում ենք որ ավելի շատ ենք հավաքել։ Սահմանադրական մեծամասնության հույս ունեք։ Այո։ Իսկ
Այո, ես տեսեք, մենք մտադիր ենք, որպեսզի անպագորգոր չհնչի, հա, ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանություն։ Եվ ընդդիմադիր դաշտը, եւ մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել եւ ենք, ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրը իր առաջ ունենալով գնա համագործակցության հետընտրական շրջափուլում։ Բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, ես վարած քաղաքականությունը եւ ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Ովքեր այդ ձեր նշած ընդդիմադիրները այդքան մեծ չի ցանկը որ չկարող նորոշենք ովքեր Աստված իրենց հետ։ Տեսեք, ես չեմ ուզում անդրադառնալ հիմա մեր ընդդիմադիր գործընկերների արտահայտած նույնիսկ առանձին դեպքերում անհաջող ձևակերպումներին։ Ես կարծում եմ մենք պետք է կենտրոնանանք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր հայրենակիցներին, թե Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր որ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, կենտրոնացնելու այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ։ Անկամ նույնիսկ եթե կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհը այս իշխանություններից ձերբազատվելու համար։ Եթե նախ մենք գնում ենք շատ մեծ ձայն հավաքելու, ստանալու համոզումով, ակնկալիքով։ Այո, եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորություն։ Բայց բարիձետը պահանք էլի հարգելի գործընկերներ, մենք այդ հարցեր ունենք։ Պարոն Մինասյան, այո, գնաց։ Տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի եռյակի Հայաստան դաշինքի Ծառուկյան դաշինքի ենթադրյալ։ Ինչի ենթադրյալ։ ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, Ոչ։ որ եթե դուք երեք քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք Ոչ։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել։ Ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Երկրորդը որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ, հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ երրագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ, այնքան հարավիրք է բերել մեր երկրին, որ ինչ երրագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս հարավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։ Այո, առաջատարները գուցե մենք
մեր ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորին, բոլոր ընդդիմադիրներին, ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։ Ղուկանում Ռոբերտ Քոչյանի հայտարարությունների եւ հարցազրույցներին պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչյանը օրինակ շատ բաց տեքստով ոդկասթներից մեկի ժամանակ ասաց, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձառություն ունի եւ ակնարկեց, որ այո, Իսկ դուք այլ բան եք գնահատական ունեք։ Ես լրագրող եմ, այս դեպքում կարծիք Չէ, եթե դուք վկայակոչում եք, շարունակելով հարցը, պարոն Մինասյան, ակնարկեց, որ միակ կարող վարչապետի թեկնածուն ինքն է, ակնկալելով, որ հենց իրեն պիտի ընտրեն եւ մի կարգախոսը չէ, շրջանառվում է ձեր կողմից, հունիսի 7-ին ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձի, փորձարարության եւ փորձանքի միջեւ։ Հիմա Ռոբերտ Քոչյանը այս երեքից ո՞րն է, փորձն է, փորձանքն է, փորձարարությունն է։ դուք ասեք որն է, որ ես կարողանամ։ Ես էլի ձեռնպատ կմնամ։ Դուք ձեռնպատ չեք հիմա դուք ձեռնպատ չեք, որովհետև եթե դուք ձեռնպատ չլինեիք, եթե դուք կողմ չլինեիք, դուք կարող եմ իշտել ներքև։ Չէ, ես կպատասխանամ։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, հա, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաեւ դաշինքի առաջնորդի վարչապետ։ Եթե քվեարկեք, օրինակ Արման Թաթոյանի օգտին, օրինակ Տեսեք, ես քիչ առաջ ասեցի, չէ՞, ինչն է սկզբունքը։ Առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը։ Ստանալու է, որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել։ Ասել եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ։ Կախված է նաև մեր մյուս գործընկերների վարկագծից։ Այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից, իշխանական, այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, հա, որ ընդդիմադիր դաշտը, իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող ենք, մի խոսքով, միասին կարող ենք։ Միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները, երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։ Փաշինյանը Մինասյան կայացնում նաև նախին բառը գործածությունը, որովհետև 15 թվականից հետո բառը նոր իմաստ ստացավ որոշ հասարակության կորոշչանում եւ հիմնականում բարձրացան։ Այս ընտրություններով այդ բառի իմաստը հետ փոխելու հույսեր ունեք։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա։ Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուքիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ։ Չէ, Հովիկ Գրիգորյանը նախկին, հա։ Ոք տեխնացու է դրա համար։ Պարոն Գրիգորյան, դրա համար ես հատուկ բան արեցի, ներողություն խնդրում։ Ուզում եմ ասել, այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ կոմպանիայի, հա, գնահատականները, ածականներ կպցնելը եւ շարունակաբար այդ վարկագիծը անընդհատ տանելը մի նպատակ ունի։ Ամեն գնով վերարտադրվի։ Ասենք, տեսեք, մի օրինակ էլ բերեմ, վատ օրինակ է, բայց պիտի բերեմ, հա, անընդհատ հիշեցնում